նախագահ, ազգային ժողովի մեծարգո պարոն նախագահ, հարգելի պատգամավորներ Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության ազգային ժողովների։ Նախ շնորհավորենք իրար կրկին մեծագույն տոնի արդիվ Արցախի սահմանադրության օրվա արդիվ։ Ես չեմ ցանկանամ հիմա շատ երկար խոսել հուշարձանների վիճակագրության մասին։ Միայն ասեմ, որ մեկ անգամ եւս վերահաստատենք, որ Արցախում մնացել է 5658 հուշարձան, որոնցից 385 եկեղեցիներ, 60-ը վանքեր են, մյուսները տարբեր բնույթի հուշարձաններ են եւ պետք է արձանագրել, որ այդ բոլոր մշակութային ժառանգությունը, որ մնացել է Արցախում, վտանգված է։ Ես սովորաբար չեմ բերում երբեք թվեր վնասված, ոչնչացված վանքերի, եկեղեցիների, այլ հուշարձանների վերաբերյալ, որովհետև այդ թվերը զուտ այնպիսի թվեր են, որոնք մեզ հայտնի են դառնում օբյեկտիվ վերահսկողության համակարգերի միջոցով եւ կամ ադրբեջանական սոցիալական սեգմենտների միջոցով, ու այդ թվերը միշտ ամեն օր, ամեն վայրկյան փոփոխվում են։ Այսօր, այս պահին, երբ որ մենք այստեղ ելույթ ենք ունենում, շատ հնարավոր է, որ հուշարձաններից մեկը եւս ոչնչացվել է։ Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ 2-3 ճյուղավորում ունի։ Մեկ ոչնչացում ընդհանրապես։ Գիտենք 3 եկեղեցի արդեն լրիվությամբ ոչնչացվել են։ Երկրորդը այլափոխում, պատմության այլափոխում, եւ երրորդը սեփականաշնորհում է, այսինքն ազգային պատկանելության փոփոխությունն է։ Այդ 3 ուղղությամբ Արցախի հանրապետության ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է։ Մշակութային ժառանգություն ասելով սովորաբար մարդիկ պատկերացնում են միայն պատմամշակութային հուշարձանները։ Ոչ դա այդպես չի։ Բավական է տեղեկացնել օրինակ, որ Ստեփանակերտ քաղաքում ոչնչացվել է մոնումենտալ արվեստի բոլոր արձանները, բոլոր կոթողները։ Դա կիսանդրիներ են, արձաններ են, բարելիեֆներ են, չգիտեմ, պուլպուլակներ են, աղբյուրների շինություններ են եւ այլն։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ Ստեփանակերտում արդեն չի մնացել ոչ մի մոնումենտալ արվեստի հուշարձան, ու վստահ եմ, որ նույն վիճակը տիրում է ամբողջ Արցախի հանրապետության տարածքում։ Դրան զուգահեռ Ադրբեջանի քաղաքականությունը մշակութային ժառանգության ոչնչացման առումով իրականացվում է նաև հիշողության ոչնչացման տեսանկյունից։ Պատահական չի, որ Ստեփանակերտի ավերումը Ադրբեջանը սկսել է հենց պատմական կորիզից քաղաքի, երբ որ 6 պատմական թաղամասեր իսպառ ոչնչացվել են ու այնտեղ բացվել է այսպես կոչված հաղթանակի զբոսայգի։ Մեկ այլ հանգամանք, որի մասին շատ ցավոք սրտի քիչ է խոսվում, ռուսերեն դա հնչում է կոլոնիզացիայի քաղաքականություն, բնակեցման քաղաքականություն, երբ որ Ադրբեջանը շատ ակտիվ տեմպերով բնակեցնում է ադրբեջանցիներով երբևիցե ադրբեջանական բնակչություն չունեցած բնակավայրերը։ Մենք այդպիսի բազմաթիվ, ասենք 1 տասնյակից ավելի գյուղեր եւ քաղաքներ բնակեցվում են ադրբեջանցիներով, ու այդ գյուղերն ու քաղաքները ոչ մի ժամանակ ոչ մի ադրբեջանցի բնակիչ չի ունեցել։ Մեր խնդիրները ինչումն են այսօր։ Մենք ցավոք սրտի բախվել ենք այն իրավիճակին, երբ մշակութային ժառանգության ամբողջ բնակավարի պահպանմամբ զբաղվում են միայն հասարակական կազմակերպությունները, ու երբեմն միջազգային ասպարեզում հայդատի գրասենյակները։ Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, որոնք ըստ սահմանադրության տեր են հայկական ժառանգության ամբողջ աշխարհում, որևէ գործում միջոցներ ձեռնարկելու քաղաքականություն չեն վարում։
Ցավոք սրտի ոչ միայն չի վարվում Հայաստանի համապատասխան մարմինների կողմից համապատասխան քաղաքականություն կանխելու համար ոչնչացում ու մշակութային ժառանգության, այլ նաև չի իրականացվում տարրական, այսպես կոչված տնային աշխատանք, արձանագրում փաստերի, տեղեկատվական բազաների ստեղծում, ես կարող եմ ասել, որ մինչև հիմա չունենք մենք էլեկտրոնային շտեմարաններ, ոչ հուշարձանների Արցախի պատմամշակութային հուշարձանների, ոչ կորոսիալ 30 թանգարանների հավաքածուների, ոչ մոնումենտալ արվեստի, ընդհանրապես այդ բնագավառը մնացել է լրիվությամբ բացի թողի ու միայն տարբեր անհատներ եւ հասարակական կազմակերպություններ, պատմաբաններ, գիտնականներ զբաղվում են հարցերով։ Ինչ պետք է անել, ակնկալել, որ հասարակական կազմակերպությունները տարբեր անձինք անհատ կարող են իրավիճակ փոխել ու ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա, այդ բնագավառում կլինի շատ միամիտ։ Իհարկե այդ անձանց գործունեությունը շատ կարևոր է, բայց թիվ 1 հասցեատերը Արցախի մշակութային ժառանգության պահպանության դա բնականաբար Հայաստանի Հանրապետությունն է ու ես կարծում եմ մեր բոլոր ջանքերը այսօր պետք է ուղղված լինեն նրան, որ մղենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից Արցախի հարցի վերաբերյալ զբաղվեն ու կոնկրետ ու արդյունավետ զբաղվեն մշակութային ժառանգության պահպանության հարցերով։ Մենք նաև մի շարք խնդիրներ ունենք այդ առումով համակարգելու զանազան տարբեր հասարակական կազմակերպությունների, հասարակության ներկայացուցիչների ջանքերը այդ բնագավառում եւ այստեղ կարծում եմ Արցախի Հանրապետության պետական մարմինների աշխուժացումը շատ կարևոր է ու կարևոր է նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների կից ինչ որ մարմնի ձևավորումը, որը կզբաղվի ուղղակի ու անմիջական մշակութային ժառանգության պահպանությամբ։ Ես այսքանն էի ուզում փոխանցել մեր գործընկերներին, հարգելի հյուրերին եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներին եւ Արցախի Հանրապետության կառավարությանը։